Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, ողջույն Սփյուռքում գտնվող մեր շատ սիրելի հայրենակիցներ։ Արդեն թեվակողել ենք 2026 թվական։ Թույլ տվեք շնորհավորել բոլորիս, մաղթելով միմիայն լավագույնը, մաղթելով հաղթանակներ, մաղթելով սեր, մաղթելով բարեկեցություն եւ արժանապատիվ խաղաղություն։ Իհարկե, մի բան, որը բոլորիս համար ամենաառաջնային ու կարևոր է։ Դուք սովորեք սովորաբար մեզ, իմ եւ իմ հրաշալի գործընկերուհի Անիին տեսնել լուրերի տաղավարում, բայց քանի որ օրը տոնական է եւ մենք որոշել ենք լուրերից դուրս նաև ձեզ համար հետաքրքիր հաղորդում պատրաստել, այսօր պատրաստելու ենք շատ համեղ մի ուտեստ, որի համար Անին կներկայացնի, թե որտեղ ենք մենք։ Իսկ այժմ մենք Armenia Wine գինիների գործարանում ենք Նազանի ռեստորանում, որտեղ մեզ հյուրընկալել է հրաշալի, ավանդական, ոչ ավանդական, հայկական, ոչ հայկական ուտեստներ պատրաստող եւ Նազանի ռեստորանի շեֆ խոհարար, կոնցեպտ խոհարար, նա ոչ միայն շեֆ խոհարար է, Անի, ես մի փոքր քեզ խանգարեմ, նա արդեն դարձել է կարճ ժամանակում մեր լավագույն ընկերը, իդեպ, խնդրեմ, շարունակեք։ Ես պաշտոնական մասը ապահովեմ, հետո դու կշարունակես, ով նաև ղեկավարում է Նազանի ռեստորանը այժմ, Տիգրան Ղամբարյանը, նա մեզ այսօր հյուրընկալել է, որպեսզի հայկական, ավանդական մի շատ հրաշալի ուտեստ պատրաստենք, որը ես հույս ունեմ եւ կարծես համոզված եմ, որ դառնալու է ձեր սեղանին անպակաս ուտեստ։ Եվ ոչ միայն անպակաս ուտեստ է դառնալու, այլ նաև, քանի որ արդեն 2026-ը մենք նշել ենք շատ համեղ ուտեստներով, լինելու է նորություն, որ հետագայում հաջորդիվ մեր ամանորյա սեղանները զարդարելու է հենց Տիգրանի պատրաստած շատ համեղ կերակուրը, այնպես որ բավականին հետաքրքիր օրենք ունենալու, այնպես որ շարունակենք հետևել եւ անցնենք առաջ։ Ողջույն Տիգրան։ Ողջույն Հայր ջան։ Ողջույն Տիգրան ջան։ Ողջույն, շատ ուրախ եմ ձեզ հյուրընկալել այստեղ։ Շատ հետաքրքիր բան ենք մտածել այսօր մեր հյուրերին ներկայացնելու համար։ Տիգրան, ես վստահ եմ դու զարմացնելու ես մեզ, որովհետև քո խոհարական հմտություններին մենք հասցրեցինք ծանոթանալ եւ ոչ միայն մենք, այլ նաեւ մեր շատ հեռուստադիտողներ արդեն կարծում եմ գիտեն, որովհետև հենց եղել են այս հրաշալի ռեստորանում, որտեղ այս հրաշալի ուտեստները մատուցվում է քո ձեռամբ։ Այնպես որ մի փոքր գաղտնիքներ պետք է ամբողջ ընթացքում պատմես։ Ինչ եք առանձնացրել այսօր։ Իրականում շատ չեմ ուզում բարդացնեմ, որովհետև ես ուզում եմ նենց ուտեստ պատրաստենք, քանի որ նոր տարին մենք ձուկը շատ քիչ ենք ուտում, ընդունված չի, ու մենք ձուկ ուտում ենք արդեն զատիկին, այդ ընթացքում մեզ պետք է մի հատ ձուկ ուտել, որ մեր վիտամինները, մեր օրգանիզմը համել թեթև, համել ինչ-որ եւ նաեւ պետք է նշեմ, որ ձուկը աստվածային կերակուր է համարվում։ Միանշանակ։ Բիբլիական։ Որը մեր համար շատ կարեւոր է, եւ այսօր ես որոշեցի, որ մենք սիկ պատրաստենք, ինքը որպես թեթև, որպես հետաքրքիր ու շատ հեշտ ուտեստ եմ պատրաստել։ Շատ լավ, Տիգրան ջան, ինչ ենք անում, մի փոքր բաղադրիչները, ինչ բաղադրիչներ ենք օգտագործելու, որովհետև ես տեսնում եմ, որ կարծես շատ ուրիշ հայկական ավանդական ուտեստ է, խնդրեմ դա ներկայացրեք։ Իրականում մի քիչ, եթե ասեմ ավանդականա, ավանդույթներից մի մաս կա իր մեջ, մենք բոլորս գիտենք լավաշի մեջ պատրաստված ձուկը, բայց մենք մի փոքր ուրիշ տեղ ուզեցանք պատրաստել, որ հյուրերին մենք ուտեստները միշտ վեկալում ենք ավանդական ուտեստները, իրար հետ միքսում ենք ու փորձում ենք մատուցենք, որ համ դրսի եկած մարդը, համ ներսի եկած մարդը նորովի ծանոթանա այդ սննդի մշակույթին, հայկական սննդի մշակույթին։ Ձեր հմայքի, այդ խոհարական հմայքի գաղտնիքը արդեն մենք բացահայտում ենք քիչ-քիչ։ Այսօր մենք սկսում ենք, ինչ ենք, ինչից ենք օգտագործելու ենք սիկ, պղպեղ, կարող նաև բուլղարական պղպեղ գունավոր պղպեղ լինի, սոխ, կիտրոն, հայկական կիտրոնի դեպք, կարակ համենված կարակի մեջ մեր մոտ սխտորա, մաղադանոսա։ Այստեղ մի փոքրիկ հարց, սովորաբար նաև մեր հին հայկական ավանդական ուտեստների մեջ կարակը խնոցու կարակով էին պատրաստում։ Հիմա դա դրանով է, թե սա ուղղակի կարակ է, որը համենված է։ Ուղղակի կարակ է, հիմա ես որ ասեմ, մենք կարող ենք նաև յուղ պատրաստել համենված, որը մենք Նազանիում պատրաստում ենք եւ դրանով ենք։ Բայց քանի որ հյուրի համար է, ինքը տան պայմաններում չի այդ ամենը։ Շատ լավ, հասկացա։ Ավելի, բայց խնոցու կարակով էլ հնարավոր է անել։ Միանշանակ։ Շատ լավ, ավելի համով բնավ, շատ լավ։ Դե, բայց այստեղ արդեն նախընտրության հարցեր կա, որովհետև կան մարդիկ, ովքեր չեն կարողանում մարսել կամ սիրել հայկական խնոցու կարակի մասին ես խոսում։ Հա, ինքը այդքան էլ յուրամաստ չի, համաձայն եմ։ Շատ լավ, Անի ջան, հիմա հասկանանք ինչ ենք անում։ Հիմա մենք խմորով արդեն թավան բերել ենք։ Այո։ Թավան պատրաստ է։ Այո։ Մենք ոչ թե վեկալել ենք արդեն եփված լավաշ, մենք հում լավաշ վեկալել ենք։ Այսինքն խմորի տեսքով, ինքը դեռ լավաշ չի, լավաշի բացված տեսքով ապագա լավաշ է, այսպես ասած։ Որպեսզի մենք ստանանք այդ հացի
այդ խրթխրթան համենված մասը ինքը սենց կարծիքով ավելի համով է լինում։ Շատ լավ, Տիգրան, անցնենք աշխատանքի ու զուգահեռ նաև զրուցենք։ Այն կխնդրեի նաև պատմել ինչպես դու որպես խոհարար, որպես մարդ, որը բոլոր համեղ, հա, բոլոր գաղտնիքներին տիրապետում է խոհարարական, այդ ձեր սեղանը ինչ է դրել հետաքրքիր։ Մեր հերթատողները սիրում են, հա, տենց խոհանոցային խոսակցություններ։ Մենք չենք կարա մեր տան տիրուհիների խոսքից ենկոմ եթանք ու դնենք մեր ուզած ուտեստները։ Մենք այդ ավանդականի մեջ մնում ենք, կարող մի փոքր շեղվենք, բայց այդքան էլ չէ, երբ որ ընկերներով ենք արդեն հավաքվում։ Ավանդականի մեջ նաև խոզի բուդն է, խոզի բուդ ունեք այս տարի թե ոչ։ Միանշանակ, եւ մեր հայությունը շատ սիրում է խոզի բուդ, պետք չի խոզի բուդի մասին վաղ արտահայտվել, մենք շատ սիրող ավանդական կարող ենք գիտեք ոնց մարդիկ թող շատ ծանր չընդունեն ավանդական բառը։ Այդ ինչ որ մենք ունեցել ենք ժամանակին ավանդական, ինքն էլ է այդ ժամանակի շնչով պատրաստվել։ Շատ կարևոր է։ Ունենք այս ժամանակները, որը արդեն ավանդական է դարձել այդ խոզի բուդը։ Դրա համար պետք չի շատ ծանր տանել, ասել գիտեք ինչ, հա, կարելի է ինչ որ տարբերություններ նորացնել, բայց պետք չի ծանր տանել, արդեն ավանդական է, արդեն սիրված է, ժողովուրդը սիրում են, տարվա մեջ մի անգամ են պատրաստում։ Այդ ավանդույթը կոպիտ ասած Ամերիկան էլ ունի, օրինակ Միացյալ Նահանգների մասին է խոսքը, իրանք անկախության օրը դնում են հնդկահավ։ Անեն չի հնդկահավ անդեա մեծացել։ Այնտեղ շնորհակալության իրենց այո։ Բայց իրանք մոտ դարձել է բարի ավանդույթ, բոլոր աշխարհը գիտեն, մենք էլ ունենք մեր ավանդույթները։ Բայց նաև պետք է Տիգրան ջան, փորձենք մեր մշակութային կերակուրն էլ, հա, կարողանանք հանրայնացնել, աշխարհով դարձնել հայկական, հա, հայաֆիկացնել։ Այո, օրինակ դուք Նազանիում ինչ ուտեստներ կան, որով տարբերվում եք եւ ձեր հյուրը գալիս է հենց այդ ուտեստը այստեղ համտեսելու համար։ Իրականում բազմազան է։ Մենք համ աշխատենք, համ զրուցենք։ Հա, տարբերությունների մասին։ Մենք արդեն սիգան վեկալ ենք, իրականում ծան պայմաններում քաղաք ամբողջական սիգարել անեն։ Մենք առանց ֆիլեի։ Այո, մենք ֆիլե առանց ենք իրան, Այսինքն ձուկը ամբողջական տեսքով էլ հնարավոր է։ Միանշանակ տան պայմաններում, որ շատ չչարչարվեն, էլի։ Մենք միայն աղ ենք անում, այո։ Այլ ոչ մի շարժենք իրան հավայի մեջ։ Իրան ոչ մի կերպ կարևոր չի, ոնց է ինքնըստում տան պայմաններում այս նոր տարվա ժամանակ շատ կարևոր է քիչ չարչարվեն, մեկը ինքը հավաքել։ Շատ կարևոր մի բան եք ասում, որովհետև մեր սիրելի հայ մայրեր, քույրեր, կանայք, չգիտեմ, աղջիկներ, բոլորդ շատ լավ է որ պատրաստում եք ամբողջ տարվա համար, բայց ամեն դեպքում մենք ուզում ենք ձեր հոգսը նաև թեթևացնել եւ ավելի դյուրին, ավելի հեշտ, ավելի քիչ չարչարվելով պատրաստենք համեղ։ Ես ուզում եմ այստեղ ընդգծել մի կարևոր հանգամանք։ Մենք սիրում ենք համեմունքները անել որքան հնարավոր է բազմազան, կարծես թե ուզում ենք ձկան հավը, կրծքամսի համը կամ այլ մսի մասով ֆիլեի համը լինի ավելի ընդգծված, ավելի համեղ, բայց ես այստեղ տեսնում եմ միայն աղի արկայություն առանց կարմիր բիբարի եւ սև բիբարի կամ սունելու կամ այլ համեմունքների, որը հենց միշտ ձեռքի տակ է։ Այսպես ավելի շատ է ընդգծվում ձկան համը։ Այսինքն կարևորությունը տալիս ենք առաջնային ձկանը։ Դա կարող է ձեր գաղտնիքը նաև լինել, որը թող մեր հեռուստադիտողը նույնպես իմանա, որ շատ համեմունքներ չանի իրականում մեր համեմունքները մեր սեղանի վրա են։ Ձեր սեղանի վրա են։ Լոլիկը իր համնատալու, հեսակիտրոնի ցեդան ենք մենք կերելու, իր համնատալու, սոխը իր համնատալու, պղպեղը իր համնատալու, կանաչիների տեսակը իր համնատալու։ Ինքը արդեն ամբողջովին կստեղծի իր համեմունքները ու ավելնորդ համեմունք էլ պետք չի լինի։ Հայկական խոհանոցը, այո, որ խնդրեմ դուք շարեք։ Այո, մեզ կօգնում ենք զրուցել։ Հասկացա, որ դուք դրեցիք այստեղ, ես պետք է դա։ Եթե սկզբից է հայկական խոհանոցը շատ քիչ համեմունքներով է եղել, իսկ հետո արդեն շատ բազմանադար է, որտեղ մենք եղել ենք Silky Way այդ Թավշյա ճանապարհի այո Մետաքսե ճանապարհի Մետաքսե ճանապարհի եկել ու հասել ենք այդտեղ դրա համար այդ բրինձը այդ ամեն ինչը մենք մեր մշակույթի մեջ արդեն մտել է անեցի բրինձ Հայաստանում աճել է բայց մենք ունենք շատ տոնատիսական ղափամա որն բրինձով ենք պատրաստում այ խոսեցինք հա Մետաքսե ճանապարհից թե ինչտեղ որտեղից են եկել եւ որտեղ են հասել դուք շատ լավ նշեցիք որ հենց նույն բրինձը այնպես չի որ հա չինական է որ չէ ընդունված է չինական խոհանոցում Հայաստանում հենց ուզում էր ասել Տիգրանը, որ աճել է եւ Հայաստանում էլ այդ ամբողջը արվել է, Հայաստանում չի աճել, եկել է, շատ լավ։ Մենք հայկական ունենք շատ լավ ուտեստների շարք, բայց ես կուզենայի ղափամայի մասին խոսենք։ Ինչով է պայմանավորված, որ մենք չենք կարողանում ղափաման այնպես, հա, հայաֆիկացնենք կամ գուցե այնպես հանրայնացնենք, որ մարդիկ ցանկանան եւ ուզենան գան Հայաստան նաեւ ղափամայի համար։ Բայց գուցե կա պահանջարկ Տիգրանը։ Հիմա Տիգրանը ավելի մանրամասն դուք շատ լավ բարձ երկու մասով պատասխանեմ այս հարցին, շատ լավ հարց եք բարձրացրել։ Հանրայնացնելը մեր խոհանոցը շատ դժվար է ստացվում, որովհետև չկա այդ գաղափարը։
որ մենք ամբողջ ազգով ունենանք այդ գաղափարը հանրայնացնելու։ Հիմա Նազանի ռեստորանը եւ մեր այլ պրոյեկտները, որը շուտով լինելու է, շատ մեծ ուսումնասիրություն ենք անցկացնելու հենց այն ոնց որ ասած մտքով, որ մենք հանրայնացնենք եւ հայկական մշակույթը, այո, բերենք հենց լայն հանրային շերտերի համար հասանելի լինի։ Բոլորին, որ այսինքն նման պրոյեկտ, նման գաղափար ունենք։ Մենք հենց այդ առաքելությունը հենց մեր առջև եկարել ենք եւ ուզում ենք, որ հայկական խոհանոցը ճանաչելի դառնա մեր մշակույթի որպես մի մաս, որպես բառնա, որպես երգնա, նույնն էլ սնունդը ամենաառաջի մշակույթի մասն է։ Բացի Ղափամայից կան ուտեստներ, որոնք շատ առաջնային են զբոսաշրջիկների համար, որ գալիս են պահանջարկը կամ մենք գիտենք, որ որպես ռեստորանային միջավայրում աշխատող մարդ, իրականում խաշն էլ, հա, միանշանակ։ Հա, այսպես տեղավորենք։ Խաշնա, դե բնականա տոլմանա։ Մենք խմորով ծածկել ենք, մի քիչ ցածր իրանալ։ Տերևով թե թփով, որն է ավելի շատ։ Իրականում նայած մարզ։ Անիջան կարող է մարզ միանշանակ, բայց պետքա ամբողջն է ցույց տալ։ Այսինքն Տիգրան ջան, ստացվում է, որ տոլման, բացի այն, որ մենք գիտենք, կան նաև մարզերում ամեն տեսակ առանձին մարզի առանձնահատկությամբ տոլմաներ։ Միանշանակ նաև կա բադի։ Բայց տեսեք, այդ մասին մենք չգիտենք, այդ մասին լայն շերտերը չգիտեն։ Ես առաջին անգամ եմ լսում բադի մսով։ Տավուշի մարզում ունեցել ենք ոչ միայն Տավուշի մարզում, կարող է ես էլի մարզեր կան, որ պատրաստել եմ, բայց Տավուշի մարզում եղել է բադով տոլմա, սագով ղավուրմա։ Իդեպ իմիջիայլոց ասում են հենց այդ թրջնամիսը շատ ավելի դյուրամարս է ու շատ ավելի այնտեղ վիտամիններ կան։ Դե սպիտակուցների պարունակությունը բնականաբար հավի մեջ ավելի շատ է ու թրջնամսի մեջ ավելի շատ, բայց այնց չի պետքա կտրել ամեն ինչը մենակ հավի մսից օգտվել, պետքա ուղղակի օգտվել ճիշտ ու պետքա օգտվել ճիշտ քանակով։ Այսինքն հայկական խոհանոցը նույն մարզերի մասով էլ շատ ավելի հարուստ է, շատ ավելի հագեցած է, քան այդ մասին մենք գիտենք եւ խոսում ենք։ Միանշանակ, հիմա որ նայենք հայկական խոհանոցին, մենք բոլորը ով սնունդով մարդիկ զբաղվում են, արդեն գիտեն, որ մեզ պետքա ծանր ուգլևոդներ դանդաղ, մեզ պետքա սպիտակուցներ, սպիտակուցներ, ճարպեր, այո։ Այո, կլեչատկա, ես կարող հայերն անունը կլեչատկայի չիմանամ, որը մեր մոտ կանաչի մեջ է։ Հիմա վեկալ են կոնկրետ հարիսան, ինքը դանդաղ ածխաջրերը, ինքը սպիտակուցները, իսկ մենք հետը շատ ենք սիրում թթու եւ կանաչի ուտել։ Դա իրեք լիչատան ինքը ամբողջական։ Այսինքն ինքը ամբողջական տեսքով։ Միանշանակ։ Ես հիմա ուզում եմ նաեւ դուք պետք է կիտրոնը կտրատեիք, չէ՞։ Եվ կտրատեք եւ ես իմ հարցը ուղեմ ձեզ։ Հիմա ես ուզում եմ նաեւ որպեսզի մեր հաղորդումը ունենա նաեւ փոքրիկ ուսուցողական մաս։ Նաեւ մեր հերոսադիտողին կարող եք հուշել, թե չէ՞ որ իշլի քյուֆտա են պատրաստում, կոտլետներ են պատրաստում, բլինչիկ են պատրաստում, բուտ են պատրաստում, այսինքն ես այդ առաջնային ամենաշատ հանդիպող ուտեստների մասն եմ խոսում, եւ մարդիկ այդ ամենից օգտվում են եւ այդ միանգամից մարսել իհարկե այդ օրերին, չէ, այդքան էլ իհարկե դյուրամարս այդ ամենը չի կարող լինել։ Կարող եք հուշել մարդկանց տալ այդ խորհուրդը, որ թեկուզ այդ օրերին իրենց թույլ տան օգտվել տարատեսակ մայրիկի, մորաքրոջ, քույրիկի պատրաստած համեղ ուտեստներից ու միևնույն ժամանակ կարողանալ այդ ամենը մարսել կամ ինչպես օգտվել այդ ամենից, եթե ուտում եք մսային, չուտենք միրգ, չգիտեմ, ինչ խորհուրդ ունեք այստեղ։ Իրականում բնականաբար չափով ուտեն, ամենասկզբից այդտեղ սկսենք։ Ուտեստները խառնելուց ամենակարևորը, եթե ուզում են այդ ամենը չմարսեն, շատ բանջարեղեն պետք է ուտեն։ Վարունգն ու լոլիկը, հա, շատ համով սիրում ենք, բոլորի սեղանն է կա, բայց իր մեջի հենց կլեչատկա ասված մանրաթելերն են, կլեչատկանը մանրաթելերն են։ Այո, մանրաթելեր ասվածը քիչ է, իսկ դա պետք մեզ մարսողության համար։ Ինքը շատ է պղպեղի մեջ, ինքը շատ է կանաչիների մեջ պետք է նաև սնվել, այսինքն տեղեկատվություն ունենալ ամեն մթերք ինչ հատկություններ ունի իր մեջ։ Միանշանակ մենք նայենք ինչ որ մենք ուտում ենք ու մենք առողջ ենք լինելու, եթե մենք ճիշտ ծնվենք, ամենաառաջինը։ Անի հարց հենց դրա մասին է։ Քիչ ուտել, ամենակարևորը փորձել, բայց ոչ շատ։ Այո, շատ լավ։ Իհարկե, այս օրերին դա անհնար է։ Բանջարեղեն։ Այո։ Իսկ գուցե պետք է աշխատել նաև այդ մասով, այո, նուշ, պետք է աշխատել մարդկանց, որ պետք չի այդ գաստրոնոմական մրցույթի մեջ հայտնվել։ Պետք է ուղղակի տոնի խորհուրդը նվերների տեսքով, միմյանց լավ խոսքեր ասելու տեսքով, միմյանց ներելու համար, հա, որովհետև այդ տարին երբ որ ավարտվում է, պետք է բոլորի հանդեպ դու նոր տողից սկսես ու երբեք որևէ հարցում չարացած չլինես։ Այո, տարվա ընթացքում մենք ունենում ենք եւ այո, Անի ջան, մենք ունենում ենք եւ կոնֆլիկտներ եւ կնճռոտ հարցեր, այդ ամենը պետք է բերենք տարվա վերջ, ամփոփենք
եւ նոր տողից սկսենք։ Նաեւ ուտելիքի մասով էլ էպես պետք է կապsule լինի։ Մարդիկ իմանան ինչքան են ուտում, պարտադիր չի ամեն տեղ այդքան ուտելը, հետո դուք եք վատը զգալու, դեր առողջության վրա անդառնալու է։ Բայց նորից տոներին անդրադառնանք, ինչպես դուք նշեցիք ձեր ընտանիքում։ Տիգրան ջան, մարդկանց, մեր հերթայտողներին շատ հետաքրքիր է, գեղեցիկ պատրաստում եք, տունը դուք ինչ եք պատրաստել։ 31-ի ամանորյա սեղանի ձեր պատրաստած ամենակարևոր մթերքը որն է։ Որը դուք պետք է պատրաստեք։ Ոչ մի բան է։ Ոչ մի բան, Մարդիկ չեմ կարա գնալ։ Ինչ։ Տիրուհիները շատ ուժեղ են լիդեր։ Այսինքն դուք աշխատում եք աշխատավայրում, խոհարար, տանը որևէ բան չեք անում։ Եթե շատ հետաքրքիր է, արգել է ստացվում, մի ռեկորդ տևում է իմ հետևից հավաքելու։ Հասկացա։ Խնդրել եմ, որ ես չեմ։ Լավ, հիմա ուրիշ հարցը մի փոքր ավելի ինտրիգ մտցնեմ։ Արդյոք դուք ձեր արժանի գնահատականը տալիս եք պատրաստված տան ուտեստին։ Փորձում եմ, բայց այդ Կարողանում են ձեր սիրտը շահել։ Անդամ մեծ ընդդիմություն ունենք, որ ես չեմ կարող իրանց սրա, էլի։ Կարող եմ ասեմ, բայց հետո ոնց որ թանկ ապրես նստում։ Չասենք։ Ռաղմիկը չի ասեմ։ Համային մասով օրինակ լինում է այդպես, որ դες ընդհանրապես իրենց համադրությունները դուր չգա, լավ, գոնե այդ դեպքում ձեզ անպայման իրենք լսեն եւ հաջորդ անգամ չօգտագործեն անեք, ասեք այսպես պետք է լինի։ Խնդրել եմ, ասել եմ, եկեք մայոնեզ չօգտագործենք, մայոնեզ դեղը կամ մածուն կամ հունական յոգուրտ օրինակ օգտագործենք, որ այդ Ավելի ծանր չլինի դրամասը։ Հիմա չգիտեմ, թույլ կտան Այս տարի ռիսկի դիմեմ, թե չէ, հիմա քննարկումների։ Լավ, հիմա ինչ եք ամենաառաջինը ինչ եք պատրաստել։ Արդեն կանաչիները տեսակ, առատ լցրեցինք, ձուկը դրեցինք, առատ լցրեցինք, լոլիկը, սոխեղը դրեցինք, պղպեղը դրեցինք, ապագա լավաշն է, կիտրոնը արդեն վերջնական իր թվայնությունը, մենք չենք ճզմելու, ոչ։ Հա, այսինքն մեզ ընդամենը այդ ցեդրա կոչվածն է պետք։ քերելու է։ Քերուկ, լիմոնի քերուկ, հարգելի հեռուստատողներ, ցեդրա հայերեն տարբերակ լիմոնի քերուկ։ Այո։ Իմիջալյուծը եւ խմորեղենների եւ քաղցր մթերքի եւ ամենի մեջ լիմոնը ոչ միայն համի համարելա, այլ նաեւ ասում են, որ չի չաղացնում։ Արդյոք դա այդպես է։ Իրականում չկա։ Չէ, Ման այդ վարկածներից է, որ ասում են ուտենք կիտրոն, որ մեր որնի հարենք մասողությունը Խմենք ջուր, դա նույն կոնցեպտում է։ Խմենք ջուր, որպես նրանք, որ ջուրը չի նիհարեցնում, այլ ավելի լավացնում է նյութափոխանակությունը, ինչպես որ կիտրոնը, չէ՞, մարսողությունն է լավացնում։ Չի կարա կիտրոնը, այն որ ասում են թթվայնությունը բարձրացնենք, անենք թթվայնա, ոչ մի լիմոն չի կարա դրանից բարձր լինի։ Այո։ Երկրորդը ջուրը դուք օգտագործեք այնքան, ինչքան որ դուք ուզում եք խմել։ օրգանիզմը պահանջում է։ Որտեղ տեսեք այդպեսի մարքեթինգային, չասեմ վատ իմաստով, բայց մարքեթինգային խապկանքներ կան, որ խմեք այսքան ջուր, կերեք այսքան այսինչ, այս կալորիան հաշվեք, բայց դա շատ ինդիվիդուալ է։ Ամեն օրգանիզմ տարբեր կերպ է արձագանքում, դա բոլորին չի վերաբերվում։ Կալորիա հաշվելը դա իշ ոչ մեկ չի կարող ասել, ես քանքեր ու նորմալ է։ Ինչքան է դու շարժվում, իսկ ինչքան է դու քնում, ինչքան է դու ստրես տանում, ըստ դրան որ դու կարաս կալորիա հաշվես, հասկանաս ինչքան դու կարողանաս ուտես։ Հետևաբար փակիր վերանը եւ շարժվիր։ Այո, ամենակարևորը քայլել։ Տիգրան ջան, կալորիաներից խոսեցինք, այ մարդ, նորմալ մարդը, առողջ մարդը ինչքան պետք է օրվա մեջ սնունդ ընդունի եւ ինչ ժամանականակով դուք որպես խոհարար, հա, որպես սնդի նաեւ մասնագետ կխնդրեի ավելի գրագետ ձևով տեղեկատվությունը ներկայացնել։ Պատահ հետը իրականում ալի ամեն մարդու համար յուրովի է, մարդկա ասում են նախաճաշ ես չեմ սիրում անել, դա նորմալ է։ Եթե մարդ չի ուզում, ես չեմ կարող, ոչ միայն չեմ ուզում։ Դա նորմալ է։ Պետք չի դա։ Իսկ մեր տատերն ու բապերն ասում են պարտադիր պետք է մեղրը կարակրով սկսել հացնել։ Ամենաբարձրը երկու յուղ եթե ավելացնում ենք նախաճաշին, մենք մեզի սպանում ենք։ Այսինքն տեսեք ինչ տարբեր են կարծիքները։ Մի հատ յուղ տիրի նախաճաշի, այսինքն մի հատ յուղային ուտես, եթե դու ուտում ես ձու, դեղնուցը քո համար արդեն յուղային է, կարակ ավելացրեցիր արդեն ծանրանում։ Ես ուզում եմ այստեղ անպայման նշել մի կարևոր հանգամանք, հետեւաբար, եթե ես եթերից առաջ ինչ-որ բան եմ ուտում, խնդրում ինձ վրա չբարկանա, որովհետեւ ժամանակ ուտում է հարգելի է։ Ես բոյկոտում եմ անդադար, մենք վիճում ենք այդ մասը։ Այո, որ չի կարելի, բայց ես չեմ կոլորիաների վրա կանգնենք, լավաշով ծածկենք, ուղարկենք ջրոցը եւ շարունակենք զրուցել։ Իսկ այժմ ինչպես ենք փակելու լավաշը։ Մենք վեկանում ենք խմորը, լավաշի եւ իրան ծածկում ենք։ Մեկ այլ լիստով։ Այո։ Ահա։ Իրականում sense մի բան է ասեմ, տան պայմաններում, եթե հավես չունեք խմոր շաղեք, մի հատ շերտավոր խմոր է խանութից առնում։ Հիմա ամեն ինչ շատ հեշտացել է Տիգրան ջան, այնպես որ շերտավոր խմորը կարող է լավաշի համային նույն համային, չէ, էսի լրիվ ուրիշ բան է լինելու, դա ուրիշ բան է լինելու, բայց համովա լինելու, հաստատ։ Ուղղակի արդեն փշրով խմորի, չէ՞։
Իսկ այսինքն իրական ռեալ արդեն վերջնական պատրաստի լավաշով հնարավոր չի անել, կկորցնի իր համային։ Լրիվ ուրիշ բան է։ Ուրիշ բան կստացի։ Շատ լավ ուրիշ բան է։ Իսկ մի բան հարցնեմ, հազար ներողություն։ Այս ներքևի մասում գտնվող լավաշի շեղը չենք բերում։ Ահա, փակելու է, սիրունացնելու ենք ու ուղարկենք ջեռոց։ Հիմա սա անում ենք Տիգրան, ուղարկում ենք ջեռոց, որից հետո գալիս ենք եւ շարունակում ենք մեր այսօր գեղեցիկ տոնական հարցազրույցը։ Գնացինք։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, մեր ուտեստը կարծես պատրաստ է, քանի որ Անի ասա, որ բույրը անուշա բույր է, դուք ցեցած չզգաք, բայց այստեղ հրաշալի բույրերի համադրություն է ու կարող ենք այժմ մեր դե ինչ սիգը լավաշի մեջ պատրաստված հենց հիմա տակ Տիգրանը մոտեցնում է։ Այո, Տիգրան, շատ շնորհակալ ենք։ Ես հենց հիմա թույլ տուր նաև փաստեմ այն հանգամանքը, որ մենք թոնրի մեջ ենք պատրաստել։ Ճիշտ է, դուք կարող եք ջեռոցի մեջ պատրաստել եւ ջեռոցի մեջ նույնպես այս համը եւ տեսքը կարող է ապահովել, բայց մենք պատրաստել ենք այս անգամ թոնրի մեջ, հնարավորությունները լայն են։ Եթե ուզում եք թոնրի մեջ պատրաստված ուտել եւ չունեք այդ հնարավորությունը, հետեւաբար կարող եք գալ Նազանի եւ հենց Տիգրանի պատրաստած լավաշով սիգը կփորձեք։ Տիգրան ջան, հիմա խնդրում եմ մի փոքր մինչ կտրելը մանրամասնես ինչ արեցինք, տարանք թոնիրը դրեցինք եւ այդպես ինչքան մնաց։ Թոնիրը մինչ ինքը թխվավ, նույնը կարելի է ջեռոցում անել, չվախենան, որ ինքը մի քիչ լավ կարմրի, որ սա համերը ամբողջական լինի։ Այո։ Իսկ հիմա մենք արդեն կտրատել ենք։ Բույրը հրաշալի է, Տիգրան։ Հա, բացենք ավելի։ Դե կարող եք արդեն կտրատել։ Դա գնացինք։ Ես գունային համադրությունն եմ պատկերացնում, ինչ հրաշալի է լինելու։ Չեմ էլ կասկածում։ Օրինակ, եթե տանը ունենք բանջարեղենի այլ տեսակներ, սպանախ, մաղադանոս, կարող ենք այսպեսի փոխել ընթացիկ մեր։ Չպետք է տան տիրուհին վախենա ստեղծագործելուց։ Մեր սիրելի օպերատորներ, այնպես որ կարողեք այս կադրը ավելի խոշոր պլանով վերցնել, որտեղ այսինքն վրայի շերտը թեքեցինք եւ մատուցման ափսեի մեջ դնում ենք վրայի արդեն եփված շերտը։ Մենք ամեն մատուցում մեր հյուրին դնել ենք միջնորից հացից։ Այո։ Այսինքն նույնիսկ դա ենք օգտագործում։ Այո։ Ինքը ասեմ որպես պատրաստի լավաշ, պատրաստի թխուկ, պատրաստի հաց, ինչ ուզենք անունը կարող ենք դնել։ Եվ ընդհանրապես այս ուտեստը որ մեր մոտ դուք գաք ուտելու, մեր մացողը այսենց այդ կարակա լոլիկային զանգվածը սպի։ Ոչինչ։ Կարող եմ ինչ պատմություն ամեն ինչ այսենց խառնելու է։ Որպեսզի ավելի լավ զուգի, այո։ Շատ ախորժելի է։ Ես ուշադիր հետևում եմ, որպեսզի տանը կարողանամ ինքս պատրաստել եւ ընտանիքիս անդամներին անպայման։ Շատ համեղ պատրաստել եմ։ Շնորհակալ եմ։ Դե ինչ, արդեն ճզմեցինք, արդեն պատրաստեցինք, հիմա արդեն պետքա թաղից հանենք մատուցման ձևն։ Վերցնում ենք սիգը։ Շատ գայթակղիչ է, հարգելի հեռուստադիտողներ, վստահ եմ նաև շատ համակարգ է, որտեղ հոտը ունի արժե։ Այո։ Այսպես տեղավորվում է։ Բխպեղները ես այդ պահին տեղավորեցի դրա մեջ, բայց Տիգրանը նշեց, որ նաև կարող եք բուլղարական գունավոր բխպեղներ նաև օգտագործել։ Այդ պարագայում արդեն կարող եք հենց մեջը չդնել, պարտադիր չէ։ Այսինքն Տիգրան, սա կարող ենք հենց այս ամանորյա տոնական օրերին պատրաստել ձուկը, ոչ թե սպասել ամսի 6-ին, զատիկին, սուբզատիկին եւ այլն։ Հիմա ուտել եւ դյուրամարսը եւ համեղը եւ զարմացնողը նշանակ ինքը ֆանտաստիկ համողը ինքը հեշտ է ամբողջական ձուկը որ դնում են պետք չի մաքրեն եթե ուզում են կարող են մաքրեն բայց արդեն ամեն ինչը պատրաստ է իր թանդուրքն էլ է մեջը իր խավարտն էլ է մեջը ամեն ինչը արդեն մի տեղում է։ Հիմա այնպես է ստացվել, որ երբ հյուր ես գնում կամ հյուր ընկալում ես քո հյուրերին, բոլորը սպասում են այլ ինչ-որ։ Օրինակ ես տանը սպասով իշլի քյուֆտա եմ պատրաստում, դա իմ շատ սիրուն անայով, ու ես անպայման սա եմ այս տարի պատրաստելու, որովհետև այլ բան միևնույնն է, որքան էլ կան այդ ավանդական ուտեստները, միևնույնն է այլ համ է ուզում ձեր հյուրերը համտեսել, ինչպես նաև մենք երբ որ գնում ենք հյուր, այդ ժամանակ ենք այլ համ ուզում տեսնել, դե ինչ կարող է այսուհետև այս համեղագույն ուտեստը զարդարել մեր հայերի սեղանները։ Շատ լավ, Տիգրան, ինչ անուն կարող ենք տալ, հա, կամայական թե ինքը անուն ունի, ձկով ինչ, այսինքն մարդիկ
արդեն ներմուծեն իրենց խոհանոց եւ դարձնեն նաեւ իրենց ամանորյա ուտեստը։ Անվան հետ կապված ամենաթույլ մարդը մենք ուղղակի անվանել ենք սիգ հացի մեջ։ Սիգ հացի մեջ, հարգելի հեռուստադիտողներ, հետայսու կարող եք սիգ հացի մեջ պատրաստել այս շքեղ ուտեստը ջուրամարս եւ շատ համեղ։ Հոտը Եվ շատ համեղ։ Շատ գայթակղիչ է։ Հրաշալի, Փորձենք։ փորձենք։ Մենք, այո, հիմա կփորձենք, բայց մինչ փորձելը Տիգրանին կխնդրենք, որ նա իր շնորհավորական ուղերձը հղի մեր հեռուստադիտողներին, արդեն որպես Հայաստանի քաղաքացի, որը Հայաստանում արդեն տևական ժամանակ շատ կարևոր գործունեություն է ծավալում, հայկական ավանդական ուտեստները համոնում է ամենագեղեցիկ տեսքով եւ կարող եք համենալ այստեղ եւ փորձել։ Այնպես որ հիմա մենք այս տոնական եթերը կհամեմենք շամպայնով, շատ համեղ ու նաեւ կփորձենք սիգը հացի մեջ։ Իրականում այս խաղում գինին այս տարի ինքը սկսել արտադրվել սաուդյանական տակար Համեցեք, ես կօգնեմ։ վիոնե խաղից։ Հրաշալի։ Հրաշալի։ Գինի է սա։ Հա, դե նշեմ, որ մենք պարտադիր Նազանի ռեստորանում համադրում ենք ամենուտեստի հետ գինի Այո։ եւ այս ուտեստի հետ մենք կհամադրենք տակար նոր օրգանական վիոնեն Սպիտակ գինի։ Սա նշենք, որ խաղուն, հա, սպիտակը ինքը ֆանտաստիկ սազմաձկներին է եւ այս տոներին կարա շատ լավ զարդանանք դառնա։ շատ լավ Տիգրան ջան, դե գավաթ բարձրացնենք եւ ձեր շնորհավորանքը հղենք մեր հեռուստադիտողներին, այնպես որ բացառիկ հնարավորություն ունեք ձեր շնորհավորական խոսքը հղել, մաղթանքը հղել եւ այսպես շարունակ։ Մեր ազգին ես կմաղթեմ նորանոր հաղթանակներ նոր տարում, թող ամեն մեկը իր պատասխանատվությունը զգա, թող ամեն մեկը անի մի փոքր ավելը, քան կարողանա, որ մեր ազգը ավելի ուժեղ լինի։ Դուք էլ ձեր մասով ուժեղացնեք, հա, մեր ավանդական խոհանոցը ավելի ամրացնեք, ավելի հանդրայնացնեք, ավելի լայն շերտերում տարածենք եւ թող ինչու՞ չէ, մենք ամենահնագույն ազգերից ենք, քրիստոնյա ազգերից ենք, որ շատ բաներ հենց նույն զուգը աստվածային ուտելիք մենք ենք առաջինը ամենահամով պատրաստում, այնպես որ Իրականում ձեր ուսերին էլ է կարևորագույն պարտականություն դրած, որովհետև չէ որ զբոսաշրջիկները առաջինը նայում են, երբ գալիս են Հայաստան, ուր կարելի է գնալ ու դուք ձեր ստեղծածով, այո, ես շրջում եմ ռեստորանով եւ ամեն անկյունում հայկական էլեմենտներ են, միմիայն հայկականով է զարդարված եւ յուրահատուկ է ամեն ինչ, նույն գորգերը, հայաֆիկացված է։ Այո, հայաֆիկացված է, նույնիսկ պատերի նկարներն է մտածված, ամեն ինչ մտածված է եւ կարծում եմ շատերը նաեւ գիտեն թե պատմության մասին այստեղ ռեստորանում եղած նախնական, բայց ուզում եմ մեկ անգամ եւս ձեզ շնորհակալություն հայտնել, որ թեկուզ արտերկրում գտնվող այն մեր հայրենակիցներին, որոնք շատ երկար ժամանակ չեն եղել Հայաստանում կամ ընդհանրապես ոչ հայ ժողովրդին կարողանում եք ճանաչ դարձնել մեր մշակույթը ինչ որ ձևով ու նաև կերակուրների մասով, որովհետև այսօր նաև կերակուրներն են կարողանում տարբերություն դնել ազգերի միջև եւ մենք շատ շնորհակալ ենք ձեզ, որ դուք իրենց ճանաչ եք դարձնում մեր մշակույթը նաև մեր կերակուրների միջոցով մեր պատերից եկած։ Այո, շնորհավորում ենք եւս մեկ անգամ Տիգրան ջան եւ իսկապես շնորհակալություն ձեզ այս հյուրընկալ պատերի ներքո այսպիսի գեղեցիկ համեղ կերակուր պատրաստելու համար։ Դա ինչ հարգելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ շնորհավորում ենք 2026 թվականը, շնորհավորում ենք բոլորիդ ամանորն ու սուրբ ծնունդը եւ մաղթում ենք, որ իսկապես մեր երկիրը բարգավաճի, մեր երկիրը ունենա արժանապատիվ հաղթանակ եւ արժանապատիվ խաղաղություն։ Թող 2026 թվականը մեր ընտանիքներին բերի ջերմություն, սեր, բարօրություն։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Թող միայն խաղաղության համար լինեն բոլոր կենացները։